Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով. دوستان یه بار دیگه من خدمت شما خوش آمد عرض میکنم. البته فکر کنم همین سوالای شما رو تو سخنرانیم جواب دادم ولی آماده هستم اگه سوال دارید پاسخ بدم. بفرمایید. Դեսպանը նշեց այնտեղից սկսենք։ Պան դեսպան այսօր ամերիկացիական նահանգների նախագահը հայտարարել էր Թեհրանը կազմակերպելու մասին, այսինքն ակտիվի տարբերակներ, սրա ներկայացված էր ներկայացությունը جناب سفیر امروز از 168 AM هستند. امروز رئیس جمهور آمریکا در مورد تخلیه شهر تهران اعلام کرد. می‌خواستم ارزیابی جناب عالی رو در این خصوص بدونم. و ایران چه اطلاعاتی در خصوص مشارکت ترکیه و آذربایجان در این جنگ داره؟ این چی هدکافات؟ امروز در واقع همچنین یکی از نظامیان بلندپایه ترکیه اعلام کرده بود که نیروهای ناتو هم مشارکت دارند. البته یک نگرانی در خصوص استان سیونیک وجود داره. ارزیابی شما رو می‌خواستن در این خصوص. من هم از طریق مطبوعات مطالبی که شما گفتید در ارتباط با اظهارات رئیس جمهور آمریکا مطلع شدم. Դեսպես ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների մասին տեղեկացել եմ մամուլից. خب ما همینطور که در سخنرانی گفتم برای ما مشخص هست که ایالات متحده آمریکا از رژیم صهیونیستی داره حمایت میکنه. Ես ինչպես իմ ելույթում նշեցի, այո, մենք գտնում ենք մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն փաստորեն աջակցում է այս պատերազմում Իսրայելին. تهدیدات رئیس جمهور آمریکا نشون میده که دشمن صهیونیستی دچار استیصال شده و در حال شکست است. Ուրեմն ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքները խոսում է այն մասին, որ թշնամին արդեն դժվար դարձել է պարտվելու շեմին է. و روزا در تل‌آویو از کنترلشون خارج شد. Եվ իրավիճակը Թել Ավիվում ուրեմն դուրս է եկել կոնտրոլից. آقای ترامپ در حال راندن یک اسب مرده است. Պարոն Թրամփը հիմա մի այսպես ասած սատկած ձի վարելու ընթացքում է. احمقانه است که شما یک اشتباه رو دائما تکرار میکنید و انتظار نتیجه متفاوت ازش داشتید. Հիմարություն է նույն սխալը կրկնելը եւ ակնկալել դրանից ինչ որ նոր արդյունքներ. راجع به اون اطلاعات دیگه که شما گفتید من اطلاعاتی ندارم، ما در این رابطه اطلاعاتی نداریم. Իսկ հաջորդ հարցեր կապված մենք որևէ ինֆորմացիա չունենք.
بر اساس گمانه‌زنی های مطبوعات نمیتونیم نظر بدیم. Եվ այնինչ շրջանառվում է շրջանառության մեջ է դրվում մամուլում մենք չենք կարող դրա մասին գնահատականներ տալ Սիրունքի մասով։ Դարմորգես Սյունիք چی رو ساخت؟ հարցը ինչպիսին էր նորից Այս համատեքստում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից եւ օրինակ հաստատում آیا احتمال داره که آذربایجان از این وضعیت سوء استفاده کنه و حمله کنه به استان سیونیک ما تحولات منطقه رو به دقت داریم رصد میکنیم. մենք շատ հստակ եւ կոնկրետ մենք հետևում ենք այն իրադարձությունների եւ զարգացումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում هم از حیث امکان سوء استفاده رژیم صهیونیستی از روابطش با کشورهای منطقه علیه ایران եւ այն տեսանկյունից, որը հնարավոր է սիոնիստական ռեժիմը ուրեմն տարբեր երկրների հետ իր հարաբերություններում փորձել այդ առիթը օգտագործել و هم امکان سوء استفاده از دلمشغولی ایران در نبرد با متجاوزین. Եվ ինչպես նաև ագրեսորների հետ օգտագործել այդ հնարավորությունը, որը Իրանը զբաղված է ագրեսորների հետ այս պատերազմում։ در تماس و رایزنی با کشورهای منطقه هستیم. Մենք խորհրդակցում ենք եւ կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, و نگرانی‌های خودمون رو منتقل می‌کنیم. ներկայացնում ենք մեր մտահոգությունները, خطوط قرمز ما مشخص است մեր կարմիր գծերը հստակ են و ثابت کردیم که از این خطوط عدول نمی‌کنیم. եւ ապացուցել ենք, որ երբեք չեն շեղվի այդ կարմիր գծերից։ البته ما در دنیای احتمالات زندگی می‌کنیم Իհարկե մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում و برخی از احتمال‌ها می‌تونن نگران کننده باشن. եւ որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ اما در این حال با واقعیت‌ها و فکت‌ها سر و کار داریم. Սակայն մենք իրողությունների եւ փաստերի հետ ենք առնչվում։ هوشیاری خودمون رو حفظ می‌کنیم. Մենք պահպանում ենք մեր զգոնությունը فکر می‌کنم دولت ارمنستان هم تحولات رو با دقت زیر نظر دارن و رصد می‌کنن. Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը եւս ուրեմն հետևում է զարգացումներին ما در تماس نزدیک و دائمی با دولت ارمنستان هستیم و دائما با هم دیگه مشورت می‌کنیم. մենք շատ սերտ եւ մոտ ուրեմն կապեր ունենք կառավարության հետ եւ անընդհատ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում։ رفتار امروز کشورها در آینده روابط ما با آنها موثر. Երկրների վարկագիծը, այսօր ցուցաբերված վարկագիծը հետագայում նաև կազդի մեր եւ նրանց հարաբերությունների վրա։ دوست و دشمن رو در سختی‌ها می‌شناسیم. Բարեկամին եւ թշնամուն ճանաչում են բարդ ծանր վիճակներում։